Հարգելի բարեկամներ, այս տարի լրանում է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջերս հայտնաբերված մի նամակ։ Այն պարունակում է փառապանծ հերոս Սողոմոնի հատուկ պատգամը հայ ժողովրդին։ Փեհլերյանի այս ուշագրավ նամակը կզարմացնի ձեզ եւ խորհելու առիթ կտա բոլորիս։ Նախքան նամակը ներկայացնելը համառոտ անդրադառնանք նրա կողմից իրականացված մեկ այլ կարևոր վրեժի դեպքին։ Այն ուղղված էր հայ դավաճանի դեմ, ով մասնակցություն է ունեցել հայոց ցեղասպանության ոճրագործություններին։ Ինչպես գիտեք, 1921 թվականին Սողոմոն Փեհլերյանը դարձավ Նեմեսիս գործողության կենտրոնական դեմքերից մեկը, այ դաշնակցության կողմից ստանալով առաջադրանք վերացնել հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ Փաշային։ Այս առաքելությունը ոչ միայն անձնական վրեժ էր, այլև հայ ժողովրդի արդարության ձգտման խորհրդանիշ։ Փեհլերյանը, կորցրած ընտանիքի ցավը սրտում, վերածել էր իր կյանքը պայքարի։ Հանուն այն միլիոնավոր հայերի, որոնց կյանքը խլվել էր 1915 թվականի ողբերգության ժամանակ։ 1921 թվականի մարտի 15-ին Բերլինի Շարլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Փեհլերյանը կատարեց իր առաքելությունը, գնդակահարելով Թալեաթ Փաշային։ Այդ պահին փողոցը լցվեց խառնաշփոթով, եւ Փեհլերյանը ձերբակալվեց գերմանական ոստիկանության կողմից։ Նրա գործողությունը, սակայն, արձագանք գտավ ոչ միայն հայերի, այլև միջազգային հանրության շրջանում։ 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը, լսելով Փեհլերյանի վկայությունները եւ հայոց ցեղասպանության մասին ապացույցները, ճանաչեց նրան անմեղ։ Այս դատավճիռը պատմական էր ոչ միայն Փեհլերյանի, այլև հայ ժողովրդի համար, քանի որ այն աշխարհին հիշեցրեց 1915-ի չպատժված ոճրագործությունների մասին։ Հարգելի բարեկամներ, կա մի կարևոր տեղեկություն, որի մասին շատ քչերն են տեղյակ։ Թալեաթ Փաշան Փեհլերյանի միակ թիրախը չէր։ Նրա պայքարը շատ ավելի խորն էր եւ ուղղված էր ոչ միայն արտաքին թշնամիներին, այլև նրանց, ովքեր դավաճանել էին սեփական ժողովրդին։ Որսում գտնվելու ժամանակ Փեհլերյանը տեղեկություն ստացավ, որ հայ մտավորականների կոտորածի համար պատասխանատու ցուցակը կազմել էր Հարություն անունով մի հայ ստահակ։ Այս ցուցակը, որն ընդգրկում էր 250 հայ մտավորականի անուն, դարձավ նրանց մահվան վճիռը, եւ միայն տասնյակը կարողացան փրկվել։ Այս դավաճանության մասին Փեհլերյանին պատմեց օրիորդ Երանուհին, մի կին, ում դերը Նեմեսիս գործողությունում անգնահատելի էր։ Երանուհին ոչ միայն բացահայտեց Հարություն Մկրտչյանի դավաճանությունը, այլև ցույց տվեց նրա տան գտնվելու վայրը։ Ավելին, նա Փեհլերյանին կապեց դաշնակցության անդամների հետ, որոնք կազմակերպում էին վրեժխնդրության գործողությունները։ Փեհլերյանը, զինված այս տեղեկություններով, սկսեց հետևել Հարություն Մկրտչյանին։ Մոտ 2 շաբաթ նա ուշադիր դիտարկում էր նրա տունը, սակայն դավաճանը գրեթե չէր երևում։ Հարությունի տան դուռը մշտապես փակ էր, եւ նա խուսափում էր հանրային վայրերում հայտնվելուց, կարծես կանխազգալով վտանգը, սակայն մի երեկո Փեհլերյանի համբերությունը պարգևատրվեց։ Փողոցից նա նկատեց, որ Մկրտչյանի տանը հավաքույթ է, լույսերը վառվում էին, եւ պատուհանից երևում էր, թե ինչպես է Հարությունը բաժակը ձեռքին ճառասում, անտեղյակ իրեն սպասվող ճակատագրից։ Այդ պահին Փեհլերյանի սրտում վառվեց արդարության կրակը։ Նա հանեց ատրճանակը, ուղղեց այն դավաճանի կրծքին եւ կրակեց ապակու հետևից։ Կրակոցի ձայնը խառնվեց ապակու ջարդվելու ձայնին, եւ Փեհլերյանը տեսավ, թե ինչպես է Հարություն Մկրտչյանը տապալվում գետնին։ Արագ հեռանալով դեպքի վայրից, նա անհետացավ Պորսի մութ փողոցներում։ Հաջորդ առավոտ նա իմացավ, որ իր կրակոցը մահացու չէր։ Հարություն Մկրտչյանը, ծանր վիրավորված, տեղափոխվել էր հիվանդանոց։ Փեհլերյանի մեջ կրկին բորբոքվեց վրեժի ծարավը։ Նա որոշեց գնալ հիվանդանոց եւ ավարտին հասցնել իր գործը, համոզված, որ դավաճանը չպետք է ապրի։ Սակայն օրիորդ Երանուհին, որի խելամտությունն ու հանգստությունը բազմիցս փրկել էին իրավիճակը, կանգնեցրեց նրան։ Հարությունն արդեն մահամերձ է, բժիշկները հույս չեն տալիս, ասաց նա, համոզելով Փեհլերյանին խուսափել անիմաստ ռիսկից։ Մի քանի ժամ անց լուր ստացվեց, որ Հարություն Մկրտչյանը մահացել է։ Այս դեպքը Փեհլերյանի համար դարձավ ոչ միայն անձնական հաշվեհարդար, այլև խորհրդանիշ այն բանի, որ դավաճանությունն անպատժելի չի մնա։ Հետագայում Փեհլերյանը հանդիպեց իր մարտական ընկեր Սամվել Օսկանյանին։ Սամվելը խոստովանեց, որ ինքը դեռ չի կատարել իր պարտքը հայ ժողովրդի հանդեպ։ Մինչդեռ Փեհլերյանն արդեն լուծել է իր վրեժը, Փեհլերյանը ժպտաց եւ ասաց. «Անհոգ եղիր, ես Բագրատունյաց ջրհորները թուրքերով եմ լցրել»։ Այս խոսքերում արտացոլվում էր նրա անսասան վճռականությունը, պայքարել մինչև վերջ։ Հարգելի բարեկամներ, այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սողոմոն Փեհլերյանի ֆուտուրիստական նամակը, որը նա դրել է հայ ժողովրդին, իր սրտի խոսքը փոխանցելու համար, որպես կոչ դեպի միասնություն եւ պայքար։ Իմ եղբայրներ, իմ քույրեր,
Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե արդյոք այս նամակը կհասնի ձեզ թե ոչ։ Կկարդաք արդյոք այն պատգամը, որ թողնում եմ ձեզ ի խորոց սրտի։ Հարդենբերգ փողոցում ես վերացրի Թալեաթին, կատարելով իմ պարտքը եւ լուծելով հայ ժողովրդի վրեժը, բայց միթե ես կարող եմ հանգիստ քնել գլուխս դնելով բարձին, մտածելով, որ վերականգնել եմ արդարությունը։ Միթե կարող եմ վստահ լինել, որ ապագայում նոր Թալեաթներ չեն ծնվի։ Միթե կարող եմ վստահ լինել, որ այդ Թալեաթներին հենց սկզբից կվերացնեն հայերը։ Թալեաթը այլևս չկա, բայց դա նշանակում է, որ մեր պայքարն ավարտված է։ Ես հիշում եմ, թե ինչպես բանտում մի անծանոթ հայ վարդապետ այցելեց ինձ, եւ հանդիպելով ինձ, նա բացականչեց. «Տիրոջ անունով օրհնում եմ քեզ, որ սպանեցիր Գազանին եւ լուծեցիր մեր վրեժը»։ Այդ պահին իմ սիրտը հանգստություն գտավ, բայց այսօր ես ավելի քան համոզված եմ, որ մեր վրեժը դեռ ամբողջությամբ չի լուծվել։ Մեր երկիրը մոխրացած է, նրա ապագան մշուշոտ է եւ անորոշ։ Դուք կարծում եք, թե մեր գլխավոր թշնամին թուրքերն են, բայց իրականում մեր առաջին թշնամին մենք ենք, հայերս։ Մենք ենք մեղավոր, որ թույլ տվեցինք Թալեաթներին եւ ջեմալներին ջարդել մեզ։ Հենց մեր ազգի ներսի դավաճաններն էին օգնում նրանց։ Իմ ամենակարևոր գործը Թալեաթին սպանելը չէր, այլ Հարություն անունով դավաճանին վերացնելը, ով կազմել էր հայ մտավորականների ցուցակը եւ հանձնել թուրքերին։ Ասեք խնդրեմ, ով է ավելի եղկելի, արտաքին թշնամին, թե ներսի դավաճանը։ Մեր տղաները հերթով վերացրին նրանց, ովքեր փորձում էին ոչնչացնել հայ ժողովուրդը։ Այո, մենք լուծեցինք մեր վրեժը, կատարեցինք մեր պարտքը, բայց ամենակարևորը դեռ առջևում է։ Մենք պետք է մտածենք մեր ազգի սերուցքի մասին, մեր որդիների եւ դուստրերի մասին, որքանով են նրանք կապված իրենց հողին, իրենց հայրենիքին։ Հարյուրավոր մտավորականներ սպանվեցին, բայց մեր ժողովրդի քանի տոկոսը գիտի նրանց գործերը, բացի նրանց անուններից։ Քանիսը գիտեն մեր պատմությունը։ Գերմանական դատարանն ինձ արդարացրեց, բայց մի մտածեք, թե նրանք դա արեցին խղճահարությունից կամ արդարությունից ելնելով։ Արդարություն չկա այս աշխարհում։ Արդարությունը վաղուց մեռած է, եւ մենք պետք է այն վաստակենք մեր ձեռքերով։ Հզոր երկրները խաղում են իրենց խաղը, եւ մենք հաճախ դուրս ենք մնում այդ խաղից։ Մենք չենք հասկանում այս աշխարհի կարգը, ապրում ենք բոլորովին այլ իրականությունում։ Ես կորցրել եմ իմ հարազատների, եղբայրների եւ քույրերի մեծ մասը, բայց յուրաքանչյուր ազնիվ հայ իմ հարազատն է։ Յուրաքանչյուրի համար ես պատրաստ եմ սպանել Թալեաթներ, բայց Թալեաթներին սպանելուց ավելի կարևոր է մեր երեխաներին եւ պատանիներին կրթելն ու դաստիարակելը։ Կարևոր է պայքարել արժեքների համար ու սերմանել այն մատաղ սերնդի մեջ։ Ես կասկած չունեմ, որ նույնիսկ 100 տարի անց թուրքերը կշարունակեն ցանկանալ հայերի կործանումը։ Նրանք լավ գիտեն, թե ինչ վտանգ ենք մենք ներկայացնում։ Եթե միասնական եւ խելամիտ լինենք, մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավելու նրանց։ Ես երազում եմ, որ մենք ամեն պահ մտածենք ոչ թե Ստամոքսի, այլ մտքի մասին, ոչ թե հագուստի, այլ ֆելքի մասին։ Ստամոքսը կերակրելուց առաջ մենք պետք է սնենք մեր ուղեղը։ Ես հավատում եմ, որ տարիներ անց մենք կունենանք մի երկիր, որտեղ հայը գլուխը բարձր կքայլի, հանգիստ կշնչի։ Հիշեք, վրեժի լավագույն ձևը կրթվելն ու զարգանալն է։ Երբ մենք դառնանք խելացի եւ ուժեղ, բոլոր Թալեաթների արյունարբու մտքերը օդս կցնդեն։ Այդ ժամանակ նրանք կհասկանան, որ հայերի հետ խաղեր չեն կարելի խաղալ։ Հենց այդ ժամանակ աշխարհը կսկսի հաշվի նստել մեզ հետ։ Հիշեք, ոչ ոքից չպետք է արդարություն մուրալ կամ էլ պահանջել։ Արդարությանը չեն սպասում, չեն երազում, չեն ավերսում։ Արդարությունը վաստակում են աշխատանքով եւ մեծ խելքով։ Բարեկամներ, այժմ ձեզ ենք ներկայացնում Սողոմոնի այն խոսքերը, որոնք ասվել են Թալեաթին վերացնելուց կարճ ժամանակ հետո։ Առավոտը սովորականից շուտ վեր կացա։ Հազիվ էի ավարտել նախաճաշը եւ ուզում էի բազկաթոռը մոտեցնել պատուհանի եզրին, երբ հանկարծ դիմացի շենքի պատշգամբում տեսա Թալեաթին։ Հարացա, նա էր արդյոք։ Այո, վստահաբար հենց ինքն էր, որ կար։ Նա 1-2 քայլ առաջ գնաց, ուշադիր զննեց մայթը, նախ վեր, ապա վար, եւ կարծես ինչ-որ մտքերի ծանրության տակ գլուխը կախ։ Ըստ երևույթին, թեթև չէր կյանքը գործած անապատում ոճիրից հետո, թեև անցել էր 5-6 տարի, վախը անբաժան էր մնացել նրանից։ Նրա լայն ուսերին կրում էր 2 հրապարակային մահվան վճիռներ, Փորսի պատերազմական ատյանի եւ հայ դաշնակցության։ Նրա համար դրանք հավանաբար բարոյական նշանակություն ունեին, փոխանակ վերհանելու իր ազգը նվիրված գործով։ Նրան դատապարտում էին մահվան որպես սովորական ոճրագործի, բայց ժամանակը կարող էր այդ թյուրիմացությունը պարզել։ Ապագա սերունդները կհասկանային կատարած գործի արժեքը, եթե չլիներ հայ դաշնակցության դատավճիռը։ Նայեցի ժամացույցին, ժամը 10 էր, նրա սովորական դուրս գալու ժամը։ Վերցրի զենքը, պատրաստ դուրս գալու։ Անկարծ նա հայտնվեց դրան մոտ եւ փվի պես սանդուղքով սկսեց վարիչներ։
Սառը դատողությունն ինձ ասում էր, որ այս անգամ նա չի կարող ազատվել ձեռքիցս, բայց հուզմունքը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ, պատմել է Սողոմոն Թեխլերյանը։